գտնելու իր շանսը եւ այսօր Միշևն է համար 92 Պաշտպանությունում խաղում են ձախից համար 88 Ժիրայր Խամոյան եւ համար 14 Տակուտո Օշիմա խաղը մեկնարկեց, սկսեցին տանտերերը դաշտի կենտրոնի հավաքել Յանալի այստեղ խաղում է Հելդերը, փոխում է գրոյի ուղղությունը ձախ, Յակոլիշ նույնպես փայլուն մարզավիճակ է հավաքել վերջին մեկ անցման ընթացքում Մանվելյան 1-0 արդեն հանդիպման երկրորդ րոպեին Յակոլիշի փոխանցումից հետո գոր Մանվելյանը առաջ է մղում Նոային Մենք, ինչպես նշեցի, սպասում ենք հարձակողական եւ գոլառատ ֆուտբոլ Անմիջապես Մանվելյանը ցույց է տալիս, որ պատրաստ է դա ապահովել Վաղուց գոլ չէր խփել Մանվելյանը Պատկի ասեք, գարնանային հատվածում ընդհանրապես գոլ չէր խփել, սա նրա առաջին գնդակն է, իսկ ընդհանուր մրցաշրջանում Baskex Premier League-ի 4-րդ գոլն էր Գոր Մանվելյանի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերից առաջ սկսում է նաև լավ մարզավիճակ հավաքել Նոայի 10 համարը, իսկ գրոհը սկսեց Հելդերի իր շքեղ փոխանցումով, հետո Յակոլիշը ճիշտ հաշվարկեց տեղաշարժը Մանվելյանի եւ գորը այստեղ ձեռնունայն է թողնում մրցակցի պաշտպանությանը եւ դարպասապային, տեսեք, մի փոքր սպասեց կտրուկ արագացում առաջ եւ եզրափակում է ցախ ոտքով Նոայի 10 համար, արագ գոլ է խփում Նոան Վերջին շրջանում շատ արդյունավետ է Պերկովիչի թիմը բացառությամբ Փյունիկի դեմ մրցավեճում գրանցվեց 0-0 Իսկ այսօր տեսնում ենք, որ դա կարծես ազդում է միայն Փյունիկի դեմ խաղերի հայտնի կոնֆլիկտեր նրանց միջև եղել Վտանգավոր է 2-0 արդեն նորից ստանդարտ Ուրարտուի դեմ եւ նորից Սայնտինի 5-րդ րոպեին արդեն Միթե Սահարատի հետ խաղի շարունակությունն է Արդեն 2-0 Նոան առջևում է Եվ նորից Սայնտինին Ինչպես Գավաթի եզրափակիչում այնպես էլ Այսօր գոլ է խփում Ուրարտուին Անկյունայինի խաղարկումից հետո Որքան հեշտ է ամեն ինչ ստացվում Նոայի համար այսօր Յակոլիշի փոխանցումներ Այնտեղ դժվար է ասել Հելդերը դիպավ գնդակին թե ոչ Այս կողմից Կարծես այո Կարծես Հելդերը թեքեց գնդակը դեպի Սայնտինի եւ գոլային փոխանցում այստեղ գրանցեց Պորտուգալացին իսկ Սայնտինին հերթական անգամ է Դեռ Ուրարտուին ընդհանրապես գրոհելիս չենք տեսել Հիմա կարող է նորից վտանգավոր լինել Մուլա Հուսեյնովիչ Եվ շեղ է ստացվում այս հարվածը խաղից դուրս կարծես չկար Իհարկե դա չէր կարող Ուշադրություն չգրավել Մանվելյան դեպի Նիզետն է խաղում Փոխանցում է կենտրոն Նիզետը Եվս մեկ ֆուտբոլիստ, որ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ խաղարկում էր Բոակե Կենտրոն ուղարկեց եւ կարծես Յակոլիշը Գնդակով է, սպասում է Մանվելյանի Շրջանցում է մրցակցին Սա երևի թե փոխանցում էր քան հարված Գորի կողմից Ցածից խաղարկում Յակոլիշ Փոխանցում Զոլոտիչ հարվածը Այնտեղ կուտակված ֆուտբոլիստների վրա է ստացվում հնարավոր է նույնիսկ իր թիմակցի հակագրոհի տարբերակ ունի վերջապես Ուրարտում Բրունո Միշել առաջնության ռմբարկուին ձեռունայն է թողնում Փիլիանը Մարկարյանին որը կենտրոն է տեղափոխվել Այստեղ փոխանցումը ավելի շատ Միշելին էր ուղղված իսկ Վարդանյանը չզգաց դա Այլապես կարող էր այդ փոխանցումը Կոլիշ Լավ փոխանցում էր Նարդին Դեմ Ղազարյանի երկու բարձրահասակ ֆուտբոլիստների պայքարը, որ այսօր անընդհատ ավելի ցածից գնդակների շուրջ է ծավալվում Բոակե Հելդեր Տորով գնդակը Մարկարյանը իմ արագության պայքար եւ Յակոլիշ Հելդերի նկատմամբ այստեղ խախտում կա Մանվելյան Ցածրից փոխանցում խառնաշփոթ է ամեն ինչ կարողանում են չեզոքացնել Ուրարտուի ֆուտբոլիստները Բրունո Միշել Հետաքրքիր հնարքեր փոխանցումը շատ լավն էր Աղասարյան Հարվածի պահը մի փոքր Բրունո Միշելը Տուգանային հրապարակում է հարվածում է եւ
Կարող էր այստեղ վտանգավոր լինել, բայց փոխանցումը չանցավ։ Տանտերերը Մարգարյան վտանգավոր կարող է լինել, բայց ոչ այս փոխանցման դեպքում։ Յակոլիշը Կիրասնի ստանդարտը լավ փոխանցում էր, վտանգավոր էր, քիչ էր մնում սեփակ կեսերին։ Բրունո Միշել այսօր կարող է լինել առաջին հաղթանակը, եթե Բրունո Միշելը այսպիսի հարվածներով մաքուր խաղաց այստեղ Փիրոյանը, սպասում է Նարդինը փոխանցման, մի քանի անգամ փոխեց դիրքը, որ հենդակը գա, հիմա է փորձում ցածրից ուղարկել Յակոլիշը, իսկ ինչ է այստեղ, անակնկալի եկավ Ղազարյանը, բայց Օշիման այլ ուղղությամբ գնաց, ենթադրում եմ իհարկե, որ ամենայն հավակնասավ այդպես էր, եզրային նետում չի կարող խաղես դուրս վիճակ լինել, Հելդեր, Տուգանային հրապարակում է պորտուգալացին, հետաքրքիր փոխանցում էր մտածել, շատ հետաքրքիր փոխանցում էր մտածել դեպի Յակոլիշը, այլևս արագ գրով անցկացնել հնարավոր չէ, կարծես։ Աղասարյան բարձից փոխանցում դեպի հենց Վարդանյանը, եթե հասներ Fast Premier League-ում ի տարբերություն Շիրակի։ Վտանգավոր կարող է այժմ լինել Նարդի Մուլա Հուսեյնովիչ, փակում է նույն գլխի հարվածով էլ հաշիվը դարձեց 2-0, ևս մեկ գրող Նոայից Ստան և գոր Մանվելյան, այս գրոյին հետևենք Նոայի, Հելդեր, Ծախով է հարվածում և փոքր մերը կարող են այդ ցուցանիշին չհասնել նույնիսկ 38 խաղյա մրցաշարում։ Նիզետ շատ լավ էր նկատել և դարտը բարձից փոխանցում, ոչ գլխով չէր հարվածը Զոլոտիչի, բայց այստեղ արդեն շրջադարձ հարված և բարձից փոխանցում առաջ շեղում է գնդակը Մանվելյանը դեպի Յակոլիշը, ցածից ուղարկում են առաջ, ինչ վտանգավոր է Խամոյան, 3-0, Արամ Խամոյանը դառնում է գոլի հեղինակ, ինչ արտակարգ փոխանցում է ստանում կարծես Յակոլիշից Խամոյանը և հաշիվը դարձնում 3-0, Արամ Խամոյանը շատ հազվադեպ է գոլ էր խփում, իր կարիերայի ընդամենը երկրորդ գոլն է Հայաստանի առաջնություններում, հատուկ շեշտեմ Հայաստանի առաջնություններում, 100-ից ավելի խաղում։ Եվ այստեղ հասցրեց գնդակը նույնիսկ կարելի ասել Նարդինից խլել, այլապես բոսնիացին էլ կարող էր գոլ խփել, բայց դեմքով դեպի դարպասը Խամոյանն էր և նրա որոշումը ավելի ճիշտ էր, 3-0 Իր կարիերայի միակ գոլը երբ խփել էր 23-24 մրցաշրջանում Խամոյանը Հայաստանի առաջնություններում նույնպես ես էի մեկնաբանում և դա շատ գոլ պետք է խփի, այլապես այսքան երկրպագուների համար շատ ավելի ցավալի կլինի, իսկ կարևոր պահին զայթակում է հասնել կարող է և չունենար բարձր տեղերի համար պայքարելու, այդ թվում չեմպիոնության համար մոռանանք, որ վտանգավոր է դեպի հեռավոր անկյունը հարվածում է Մերքոնյանը շեղեր, պետք կազմակերպել, դրա համար շատ ժամանակ կա, Ղասարյան, հարված էր սա, ասավոր է այս եզրում Հելդերը, ձախից արդեն Յակոլիշը, Հելդեր, հասցնում է գնդակը Յակոլիշին, Ծախով է հարվածում, խորվաթը շատ անհաջող, Հովհաննես Համբարձումյանը, Գոնսալո Սիլվան, Աչև Խնդրում փոխանցում Մերքոնյանը գտնում է ձախից տարբերակ, Աղասարյանի հարվածը կենտրոնով է։ Ամուր պաշար է, իսկ այստեղ գոլը կարծես մոտ էր։ Իսկ հա Ուրարտուի կազմում Լևոն Բաշյանն է ասպարեզ դուրս եկել, այս ընթացքում Նոան է գրոհում, Նարդին ընկնում է նա, խախտում չկա։ Լիշ տանում է Աչ, իսկ այս անգամ կրունկով փոխանցում է Հովհաննեսի չանցավ, իսկ այստեղ հասնում է գնդակը Յակոլիշին և 4-0 Նոան ջախջախում է Ուրարտուին, այսպես 4 թիվը ցույց տալով գնում է Յակոլիշը, Ռոբերտ Լևանդովսկիի ոճով, որը այդ 4 թիվը ցույց էր տալիս Բորուսիա Ռեալ խաղում պոկեր գրանցելուց հետո Չեմպիոնների լիգայի կիսը եզրափակիչում Եվ Յակոլիշը այսօր իր գոլային փոխանցումին ավելացնում է նաև գոլ, իսկ ասիստը գրանցում է Արամ Խամոյանը, այսօր ինչ-որ տոն է
յուրահատուկ Խամոյանի համար, որը գոլին ավելացնում է նաև գոլային փոխանցում։ Մի բան ինչ հազվադեպ է լինում, նույնիսկ գոլային փոխանցում հազվադեպ է լինում Խամոյանի խաղում։ Նրա խաղը իհարկե կենտրոնացած է ավելի շատ բոլոր դիրքի խաղացողներին օգնելու վրա։ Խաղում է հետ Փիլոյան, Պոլյակով, Մարգարյանն է արդեն գրոյին միացել, հարվածում է մոտակա անկյունը և ցածից փոխանցում առաջ շատ լավն էր։ Սանգարե, Հելդեր, Հելդերի հարվածը, Միշևը հետ է մղում և հաշիվը դառնում է 5-0։ Սանգարեն յուրահատուկ հանդերձանքով լինելով այդ գոլի պահին, այսպես որակում տանք։ Հաշիվը դարձնում է արդեն 5-0։ Տեսեք, ամեն ինչ սկսեց Սայնտինին այս շքեղ փոխանցումով։ Ընդունում է Սանգարեն, խաղում է աջ, Հելդերը մի փոքր սպասում է միջև հարվածային դիրք դուրս գա, հարվածում է ուղիղ Միշևի վրա և Սանգարեն աջ ոտքով եզրափակում է, բայց հարվածի պահին չգիտեմ էլ ասեմ, ուշադրություն դարձնեք, թե չէ, նա ինչ հանդերձանքով էր գտնվում այդ պահին։ Տեսեք, հիմա գնում է արդեն 6-րդի հետևից, Բարսից փոխանցում, Յակոլիշը չի հասնի գնդակին, նույնիսկ մրցավարի կողմից տեսադաշտը փակ լինելու պարագայում, իսկ այստեղ արդեն Յակոլիշը հետաքրքիր է։ Մնում է գնդակով Հելդերը, տեսեք ինչ հեշտությամբ և որքան գեղեցիկ է խաղում, իսկ հետեկի Սանգարե, Արամ Խամոյան և նորից Մելքոնյան, թվային առավելությամբ է գրովում Ուրարտուն այժմ, Մելքոնյան չհասցրեց փոխանցել և վտանգը Լյովե, հարված, փակում է պաշտպանը, Փիլոյան, նա էլ կարող է հարվածել, բարձր էր, կոնֆերենցիաների լիգայի փլեյով դուրս գալ, այսինքն հաղթարել խմբային փուլը։ Խամոյան, Նարդին, շատ է ուզում նայել գոլ խփել այսօր, 5 գոլ խփել է իր թիմի, իսկ Նարդինը ոչ։ Աղասարյանի հեռվից հարվածը շեղ էր, հաջողվի Ուրարտուին խփել հեղինակության գոլը։ Կոնեգլյանը անհաջող դուրս եկավ, Բաշոյան ինչ հարված էր և փրկում է Գոնսալո Սիլվան։